Էկոպարեկային ծառայության Սյունիքի վարչության Կապանի տեղամասի զինանոցն է։ Խիստ անվտանգային միջոցներով հսկվող տարածք։ Այստեղից է սկսվում ու ավարտվում բնության պահապանների հերթափոխը։ Ստորագրելուց հետո հերթափոխի տեսուչը յուրաքանչյուրին անվանական տրամադրում է զենքը, մարտական փամփուշտներով, ռետինե մահակը եւ ձեռնաշղթան, որից հետո իրականացվում է մեքենաների հանձնում ընդունում եւ ըստ գրաֆիկի, ըստ ծառայության երթուղիները սկսում են իրենց ծառայությունը։ Նախկին անտառապահների հետ համեմատության եզր չկա, փոխվել են ոչ միայն հանդերձանքը, այլև ծառայության կրման գրաֆիկը, աշխատանքային գործառույթները, շենքային պայմանները, տեխնիկական միջոցներով համալրվածությունը։ Նախկինում պետական անտառների եւ անտառային հողերի պահպանությունը իրականացվում էր 8-ժամյա ռեժիմով, որը որպես այդպեսին շատ մեծ արդյունքներ ցույց չէր տալիս։ Իսկ այժմ մենք էկոպարեկային ծառայությունը բացման օրվանից սկսած ծառայություն իրականացնում ենք 24/7 ռեժիմով։ Զենք գործադրելու անհրաժեշտություն բարեբախտաբար դեռ չի եղել։ Ծառայողը իրավունք ունի զենքի օգնությանը դիմել օրենքով սահմանված հատուկ դեպքերում։ Ծառայողը իրավունք ունի զենք գործադրել տրանսպորտային միջոցները վնասելով կանգնեցնելիս, երբ իր կամ այլ անձանց կյանքին, առողջության կամ վտանգ է սպառնում, ծառայողի կողմից օրինական հրամանը չկատարելիս, իր կամ այլ մարդկանց կյանքին կամ առողջությանը վայրի կենդանիներին վնասազերծելուց։ Ոչ միայն դրսից, այլև ներսից տեխնիկապես հագեցած էկոպարեկային ծառայության մեքենաները շարժվում են անտառի տարբեր գոտիներ, 2 հոգուց բաղկացած կարգախմբերով։ Ավելի քան 150,000 հեկտար կենսոլորտային գոտի, որն ընդգրկում է Կապանի անտառտնտեսության 53,409, Սիսիանի 5,800, Կորիսի 12,000 եւ Զանգեզուր կենսոլորտային համալիրի մոտ 80,000 հեկտար տարածքները։ Անտառային գոտիներով հարուստ մարզը ներառում է 7 արգելավայր եւ 1 արգելոց։ Սյունիքում այժմ էլ թավուտ անտառներ կան, բայց ի տարբերություն Բաքունցի նկարագրած Մթնազորի, այստեղ մարդը ոտք է դնում, հաճախ փորձում խաթարել կուսական ու վայրի բնության անդորը։ Մեր օրերում էկոպարեկներն են հոգ տանում, որ ծառերը կանգուն մնան, իսկ բեզոարյան այծն ու վայրի մուֆլոնը մարդուց երկյուղ չունենան։ Անտառի բոլոր արահետներով անցնում են, որտեղ մարդու հետք տեսնում, ուշադիր զննում տարածքը, որտեղ անտառի բնակչի հետք հայտնաբերում ու արձանագրում։ 150 կիլոմետր ամենակիչը, դա մենակ մեքենայով 150-160, դրանից հետո հարմարեցնում ենք հենց տեղեր, որ կարողանանք ոտքով մի հարմար դիրք ենք բռնում բարձրանում դիտարկման համար։ Ահագին կախարդելի աշխատանքներ կատարել որսագողերի ձկնը, մեքենայով որ գնում է կամ ոտով նստած դիտարկումներ կատարում, տեսնում են, զգուշանում են։ Ծառայության սկիզբը իրականացում է տեսախցիկը միացնելով եւ ծառայությունը ավարտում է տեսախցիկը անջատելով։ Այսինքն էկոպարեկային ծառայողի ծառայության ողջ ընթացքը 24 ժամվա մեջ անմիջապես տեսախցիկով նկարահանվում է։ Իր հանդերձանքի մեջ նաև մեքենաները հագեցված են էլեկտրոնային պլանշետներով, որով ծառայություն իրականացնելուց երբ տեղի ունենում իրավախախտում կամ կանխարգելում, համապատասխան պլանշետների միջոցով էկոպարեկային ծառայողը իրականացնում է խախտումի արձանագրում։ Բնափայտի մթերում, ապօրինի ձեռք բերված անտառանյութ, ապօրինի հատում եւ այլն, ինչպես խախտման տեսակներն են արձանագրում, այնպես էլ նշում կատարում կենդանատեսակի դաշտում, որոնց հիման վրա կատարվում է իրավախախտման չափի հաշվարկ։ Տեղում կարողանում են իրականացնել նաեւ իրավախախտի կամ տրանսպորտային միջոցի նույնականացում։ Այս հմտություններին տիրապետելը ոլորտում երբևէ գործունեություն չծավալած էկոպարեկների համար դժվար չի եղել։ Հաստիկները համալրում են հիմնականում ուժային կառույցների նախկին աշխատակիցներն ու նախկին զինծառայողները։ Սահմանների պաշտպանությունից անտառների պահպանությանն անցնելը դժվար չէ։ Շատ ուրախ եմ, մեր կարողանում ենք մեր ուժերը բնությունը պահենք։ 12 ժամյա հերթափոխը, 12 ժամ մենք ենք վերահսկում, 12 ժամ հաջորդ հերթափոխը, գիշեր-ցերեկ վերահսկումը։ Փորձում եմ ինչքան կարող եմ ավելի շատ օգտակար լինեմ, դաժե պատրաստ ենք ավել ժամուվել աշխատել այնքան, որ մի բան կարողանանք օգտակար լինենք մեր բնության համար։ Առաջի օրերի համեմատ անտառում ոչ մի որսագող չենք հանդիպում։ Սյունիքի մարզային վարչությունը ունենալու է 184 հաստիկ։ Այս պահին համալրված է գրեթե 70%-ը։ Մենք բարձր շեմ ենք սահմանել, բարձրագույն կրթությունը պարտադիր է, մասնագիտական հանրային ծառայության ստաժը պարտադիր է, դրա համար համալրումը փոքր-ինչ դժվարություններով է, բայց ընդհատում է։ Հայտարարվել է 162 մրցույթ, որի համար դիմել է 360 քաղաքացի, հայտնում է ծառայության պետը։ Սյունիքի մարզը միգուցե աշխատանքի առումով, այնտեղ մեր ժողովուրդը ունեն աշխատանքի ծանրաբեռնվածություն կամ աշխատանքի հագեցվածություն, բայց ասեմ ձեզ, մեր ծառայության հետաքրքրությունը, բովանդակությունը, իրենց աշխատանքի կարևորությունն էլ մարդիկ նաև կարևորություն են տալի մեր աշխատանքին եւ համալրման համար բազմաթիվ դիմումներ ունենք։
Սիսիան, Գորիս եւ Մեղրի քաղաքներում հաջողվել է արագ լուծել հաստիկների համալրման հարցը։ Մրցույթները շարունակվում են Կապանում։ Այստեղ բարձր աշխատավարձով աշխատում են գործարաններում, թեև էկոպարեկային ծառայությունն էլ քիչ վարձատրություն չի խոստանում։ Ամենացածր աշխատավարձը սկսվում է 242,000 դրամից, ավագ էկոպարեկից, որից հետո գալիս է գլխավոր էկոպարեկ 290,000 դրամ, դա առանց պարկեավճարների եւ առանց իրենց տարեկան կատարողականի։ Միայն կրտսեր էկոպարեկներն են, որոնց համար բարձրագույն կրթության պահանջը չի գործում։ Յուրաքանչյուր տեղամասում ընդամենը 2 կրտսեր էկոպարեկ կա։ Մտադիր են ավելացնել թիվը, որպեսզի նախկին ծառայողները եւս հնարավորություն ունենան ընդգրկվել։ Մեր բնության հատուկ պահպանվող տարածքները թույլ պաշտպանված են եղել։ Այս առումով այնտեղ ընդգրկված են եղել նաեւ ոչ բարձրագույն ավարտ մեր քաղաքացիները, պահանջը հիմնականում դա է։ Այսինքն այստեղ պետք է իրանք որոշակի վարչական վարույթների մասին օրենսգրքից տեղեկատվություն իմանան, վարույթ իրականացնել իմանան, անտարային օրենսգիրք պետք է իմանան, մեր գործընկերներից շատ-շատերը ասել նաև, որ այդ ամբողջ իրանք գիտեն, ուղղակի բարձրագույն դիպլոմ չունենալու պատճառով չեն կարողանում մասնակցել, չնայած մենք Սյունիքի մարզում ունենք, որ հենց մեր նախկին աշխատակիցներից կրտսեր էկոպարեկներ են ընդունվել։ Ես որպես մարզպետ շատ հաճախ քաղաքացիներից նամակներ եմ ստանում, որ ավելի բարդացել է օգտվել բնության այս կամ այն հատվածներից, տարբեր գործողություններ կատարել, սկսած վարելափայտի տեղափոխում եւ օգտագործում հանում, սա խոսում է նրա մասին, որ էկոպարեկային ծառայությունը ակտիվ աշխատում է եւ ծառայում է իր նպատակին։ Այս բարեփոխումը ըստ էության նոր որակ է փորձելու ապահովել պետության համար կարևոր անտառային տարածքներում, որովհետեւ համալիր փոփոխություններ են տեղի ունեցել։ Կենսոլորտային համալիրի տարածքում կա եւ արգելոց, Շիկահողի պետական արգելոցը, Արևիկ ազգային պարկը, Խուստուպ արգելավայրը, մի խոսքով կենսաբազմազանությունը մեր մոտ շատ է եւ կենթանական շղթայի գոհարը, որը մեզ համար շատ կարևոր է, Կովկասյան ընձառյուծ ունենք։ Մուֆլոն, եվրոպական այցյան, Բեժորյան այց։ Պարեկները որսագողերի արդեն քիչ են հանդիպում։ Մարզային վարչության պետի պաշտոնակատարը նշում է, ապօրինի որսի խնդիրները սովորաբար սկսվում են օգոստոսից, անտառահատումներինը սեպտեմբերից։ Ամռանը հիմնական խնդիրը դառնում է հակահարդային պայքարը եւ իրազեկում ենք իրականացնում նաեւ համապատասխան ծառայությունների հետ գործընկերության շրջանակներում, որպեսզի կանխարգելենք հրդեհները, որտեղ հրդեհները անհամեմատ ավելի մեծ վնաս են հասցնում, քան ասենք ապօրինի ծառայությունները կամ ասենք ապօրինի որս։ Այնուամենայնիվ կարճ ժամանակում էկոպարեկային ծառայությանը հաջողվել է բավական լուրջ ապօրինություններ բացահայտել։ Ապրիլի 11-ից գործարկված Սյունիքի մարզային վարչության աշխատանքի արդյունքում 7 վարչական վարույթ է իրականացվել, որից 5-ը քրեական։ Կվերականգնվի 8.200.000 դրամ պետությանը պատճառված վնաս։ Ապօրինի անտառական դեպքեր են տեղի ունեցել։ Մենք հիմա ունենք մի մեծ աշխատանք էկոպարեկների կողմից հայտնաբերված բնության հատուկ պահպանվող տարածքներում ունենք ապօրինի հանքարդյունաբերության աշխատանք, որը բացահայտել ենք եւ այս պայմանությամբ վարույթի իրականացման փուլում է մի քանի օրվա ընթացքում կավարտենք վարույթը, ամենայն հավանականությամբ դա էլ քրեական գործ կլինի։ Ընդհանուր առմամբ Սյունիքում ծառայության ներդրման համար ներգրավել են ինչպես պետբյուջեի, այնպես էլ միջազգային կազմակերպությունների միջոցները։ Այս պայմանությամբ մենք ունենք շուրջ ծախսած գումար 730 միլիոն դրամ, որից կառավարությունը ֆինանսավորել է 660 միլիոն դրամը, բայց մենք դեռևս ունենք այնտեղ ներդրման աշխատանքներ, որովհետև մենք պետք է ունենանք անտառների մեջ տեսանկարնող սարքեր։ Ապօրինի հանույթի օգտագործում, ծառահատումներ կամ կենդանական աշխարհին հասցված վնասներ։ Հաջորդ տարածաշրջանը, որտեղ առաջնահերթ է այս խնդիրների լուծումը, Գեղարքունիքն է Սևանալճով։ Ընդհանուր առմամբ Հայաստանում կձևավորվի էկոպարեկային ծառայության 7 մարզային վարչություն։ Կմիավորվեն Արագածոտն ու Շիրակը, Վայոց ձորն ու Արարատը, Երևանն ու Արմավիրը, Գեղարքունիքն ու Կոտայքը։ Մենք ունենք Սևան ազգային պարկ, Սևանի ավազան, այսինքն մենք վերցնում ենք ավելի խնդրահարույց տարածքները, Տավուշի մարզը Հայաստանի Հանրապետության ամենաշատ անտառածածկ մարզն է եւ հաջորդիվ արդեն կշարունակվի Լոռի։ Այս պահին արդեն կադրային բանկում գրանցված է 830 քաղաքացի, որոնք ցանկություն են հայտնել համալրել էկոպարեկային ծառայողների շարքերը։ Ծառայության պետը կարծում է, մինչև տարեվերջ կհաջողվի եւս 1-2 մարզում ներդնել ծառայությունը, իսկ հանրապետությունում ներդնելու դեպքում կիրառվելիք մեխանիզմների եւ ընդունված օրենքի շնորհիվ մեծ արդյունքներ են սպասվում։ Հայաստանի Հանրապետությունը երբ որ կհամալրվի ամբողջ մարզերում
էկոպարեկային ծառայությունը ապօրինությունը կնվազի շուրջ 90%-ով եւ բուսական աշխարհի պատճառված վնասը կնվազի։ Վարդուհի Արզումանյան, Ռաֆիկ Սողոմոնյան, Հովանես Քյուրքչյան, Արթուր Պետրոսյան, Կիրակ Նորյալուրեր։